Ղազարյան նախ օրվա խորհրդի հետ կապված ձեզ լսենք։ Դե օրվա խորհուրդը բոլորից պարզ է, մենք հարգում ենք, հիշում ենք անմեղ զոհերի հիշատակը, հիշում ենք հայոց մեծ եղերնը, սրանց մեծ բառը այնքան էլ ես չեմ համարում, որ տիպիկ այդ իմաստով, բայց բոլոր դեպքերում դա մեր ցավն է եւ մենք ամեն տարի այդ մասին հիշում ենք, խորհում ենք, մտածում ենք, ոնց անենք, որ նմանատիպ բաներ չլինի, ոչ միայն հայ ժողովրդի հետ կապված, այլ ընդհանրապես աշխարհում չլինի։ Գործող իշխանության քայլերը տանում են դրանից ձեզ, թե հակառակը այն պնդումները ճիշտ են, որոնք նշում են, թե Փաշինյանի իշխանությունը մոռացության է տալիս ցեղասպանությունը, երկրորդ պլան է այսպես մղվում, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումների ներքո խաղաղության այսպես պայմանագիր եւ այլնի համար։ Չէ, ես օրինակի համար ես ճիշտ ասած գտնում եմ, որ պետք չի արտաքին հարաբերություններում հայոց ցեղասպանության հարցը պահել որպես առաջնահերթությունների մեջ։ Ես դրան այդքան էլ կողմնակից չեմ, բայց իհարկե չպետք է հակառակներ լինի, չպետք է մեզ ասեն, որ մենք պետք է ինչ-որ գնահատականներ տանք, վերարժևորենք եւ ընդհանուր միջև աստվածչանից ժխտենք, որ մեր հետ հարաբերություններ ունենան։ Երկուսն էլ իմ համար անընդունելի է։ Այսօր առանձին եք իշխանություններից, արդեն քանի որ իշխանության ներկայացուցիչ եք, առանձին եք եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ձեր զգացողությունները եւ արդյոք խոչընդոտ չեղավ, թե ճանաչում էին, թույլ տվեցին, քանի որ քաղաքացիների համար փակ է, նաեւ այդ մասով կուզեմ ձեր դիտարկումները ինչպես եք վերաբերվում, որ քաղաքացիների համար թեև արարողակարգը ժամը 9:30-ի սահմանում է կազմակերպվելու, բայց արդեն ժամը 8-ից մարդիկ չեն կարողանում, թույլ չեն տալիս բարձրանալ հուշահամալիր։ Բայց ինչպես նկատել եք, մենք ասեն հետ ենք վերադառնում եւ այն ժամանակ, երբ որ պարոն Ասլանյանն հետ մենք գալիս էինք, բանա չկար սահմանափակում եւ քաղաքացիներն էին գալիս։ Դե հիմա արդեն այո, բայց մենք արդեն հետ ենք վերադառնում, մենք արդեն մեր турքը մատուցել ենք հարգանքի եւ հետ ենք վերադառնում։ Այն ժամանակ, երբ որ պարոն Ասլանյանի հետ քայլում ենք դեպի հուշահամալիր, այդ ժամանակ չկար որևէ սահմանափակում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, որ իշխանությունից առանձնացել ենք, պարոն Ասլանյանը եւ ես գտնում ենք, որ իրական իշխանությունը մենք ենք, որ Ասլանյանը եւ ես, որովհետեւ մնացած մեր նախկին գործընկերները շեղվել են այն համակարգից, որով մենք եկել ենք հեղափոխության եւ հետո իշխանության։ Առաջինը որն է, որ կառանձնացնեք հստակ այդ շեղումից, հա։ Շատ կան շեղումներ։ Դե հիմա ինչ որ պիտի ասեմ, որովհետեւ խորհրդին չի համապատասխան, թույլ տվեք չասեմ։